Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ մեր մշտական ունկնդիրները գիտեն, որ այս հատվածում մենք միշտ հյուրընկալում ենք հետաքրքիր մարդկանց եւ այսօր բացառություն չէ, մեր տաղավարում հյուրընկալել ենք մի մարդուն, ում հաջողվել է գրեթե, եթե կարելի այդպես ասել, անհնարինը կանգնեցնել ժամանակը եւ դրա լավագույն մասնիկները բերել մեր օրեր։ Սա նշանակում է, որ հսկայական ժառանգության պահապան, ով հանդիսանում է մեր հյուրը, յուրաքանչյուր նախշ ու զարդ ունի իր պատմությունը, թե այն ինչ հաջողվել է պահպանել, թե այն ինչ ինքը այս պահին կրում է եւ ընթացքում իհարկե կխնդրենք մեկնաբանել։ Մեր հյուրը ոչ միայն պահպանում է Լուսիկ Ագուլեցու թողած գանձերը, այլև դրանք վերածում է ժամանակակից արվեստի եւ կրելի պատմության։ Նրա դուստրն է մեր հյուրը Աստղիկ Սամվելյանը, Լուսիկ Ագուլեցի թանգարանի հիմնադիր եւ Ագուլեցի զարդերի բրենդի հեղինակը։ Բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Մենք շատ բուրըն խոսում ենք մինչև եթերը, ես շատ ոգեշնչված եմ, նենց անսպասելի էր ձեզ ներկայացնելը, այն որ ինչ-որ մի գործ անում ես, բայց մտածում ես, որ չեն հասկանա, ինձ շատ իսկապես ոգեշնչեց, հիանալի առավոտ էր, ողջունում եմ ժողովրդին, նախ մեկ, երկրորդը ձեզ իսկապես ոգեշնչված եմ, շնորհակալություն։ Դե դուք այդպես արագ-արագ խոսող աղջնակի մոտ չեք, Instagram-յան, պրոֆեսիոնալների մոտ եք հյուրընկալվում, որ կարող եք մաքսիմալ բաց։ Հա, ես չէի սպասում անկեղծ ասած, որ կարան գտնվեն մարդիկ, որ իսկապես այսպես խորը կընկալեն քո արածը, որովհետև ինքը ունի պատմություն, երբ որ մի բան ունի պատմություն, շատ դժվար է դա ներկայացնել 5-10 րոպեում, նույնիսկ մի ամբողջ տարի։ Ես պարզապես ինչպես քիչ առաջ ձեզ խոստովանեցի, ինձ բախտ է վիճակվել շփվել Լուսիկ Ագուլեցու հետ, լինել ձեր տանը, վայելել այդ հյուրընկալությունը եւ այն բացառիկ հայկական մթնոլորտը, որը տիրել եւ տիրում է ձեր տանը, արդեն տունը վերածելով թանգարանի, բայց ինչպես ասում են այս ամենի մասին հերթով, Աստղիկ, բնականաբար ձեր մանկությունը եւ ձեր անհատի ձևավորումը կայացել է այլ պայմաններում, փոքր-ինչ տարբերվող մեր բոլորիս ավանդական ընտանիքներից, այնինչ ավանդականը ձերն է եղել։ Երբ եւ ինչպես հասկացաք, որ ավելի քան պարտականություն եւ առաքելություն ունեք այս ամենը ոչ միայն ընտանիքի սահմաններում պահպանելու շրջանակներում, այլև տարածելու եւ փոխանցելու սերունդներին։ Շատ հետաքրքիր հարց էր, իդեպ շատերն են այդ հարցը տալիս ինձ, որովհետև ես ասեմ, ես այն երջանիկներից եմ, որ մեծացել եմ շատ գեղեցիկ ընտանիքում, որտեղ կար արվեստի եւ մշակույթի միաձուլում, ես դա միշտ կկրկնեմ, որովհետև մենք միշտ մշակույթը շատ այսպես կարծրատիպերով, այսպես փակագծերի մեջ ենք դնում, բայց մշակույթը ինքը ստեղծագործություն է, որ ուներ բավականին լայնածավալ ճանապարհ, իսկ արվեստը դա մի այլ ճյուղ էր, որ հակասում էր հենց մեր ավանդույթներին եւ մշակույթներին։ Դու պատկերացրեք, ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ նկարիչ քանդակագործներ էին, որ ազատ մտածելակերպի, բայց միևնույն ժամանակ պահպանում էին ազգային, ավանդական, ընտանեկան մթնոլորտը։ Եվ մի բան հասկացա, ազգային ավանդությունը դա ընտանեկան համերաշխությունն է, ընկերություն, որտեղ ես իմ ծնողների հետ, ես եւ եղբայրս, նույնիսկ մեր հարսը, մենք բոլորս ընկերներ ենք եղել։ Շատ լավ ճանաչում ենք ձեր հարսին։ Հիանալի։ Իհարկե դա եղել է իմ ծնողներից, որտեղ իմ ծնողները միշտ, հարսիկն է Գայանե Սամվելյանը, որ ասմունքող, շատ հիանալի մարդ, հիանալի ընկեր, հիանալի հարս, հիանալի քույր, եղբայրս քանդակագործ Արմեն Սամվելյանը, նաև մեր երեխաները, որոնք շարունակում են, գիտեք, շատ կարևոր ասեք, ինչպես հասկացաք, երբ իմ մայրս ստեղծագործում էր այդ ժամանակաշրջանում, նա չէր պարտադրում ապրել իր նման, նա թողնում էր, որ մենք ապրենք մեր անհատականությամբ, ստեղծենք մեր տեսակը, մեր անհատականությունը, հենց այդ պարտադրելն է, որ մարդուն վանում է, ես իհարկե այս տարիքում եմ հասկացել ավելի հասուն, երբ արդեն ցավոք ծնողներս չկային, այդ ժամանակ նոր ես վերցրեցի այդ պարտականությունին վրա, քանի ծնողներս կենթանի են, ես միշտ ուրախ եմ, որ իրենք են ստեղծում, իրենք են հավաքում, իրենք են դա անում, ու երևի դա հենց այդ դասիակչական պահն է եղել մեր ընտանիքում, որ երբեք մեզ չեն պարտադրել անել մի բան, որը դեռ ես չեմ զգում, որ դա իմն է։
Հավատացեք, ես հիմա էլ այն ինչ որ ես անում եմ, դուք արտահայտության մեջ ասեցիք կոտրեցիք ու ժամանակակից դրեցիք, իրականում այդ միաձուլումը, որ ես տեսա իմ ընտանիքում, իմ ծնողների մեջ, դա ինձ օգնեց հիմա միաձուլել ժամանակի եւ հինը, որովհետեւ ես ամեն դեպքում ժամանակակից մարդ եմ։ Մայրս իր ժամանակի մարդն էր։ Եվ որպեսզի այդ բախումը չլինի, որը շատ կարևոր է, խանգարումը, միշտ խանգարել այդ բախումը առաջ գնալուն։ Որպեսզի այդ բախումը չլինի, պետք է մարդուն թողես ազատ, բայց ուղղորդես։ Դու չես կարող խլել մի բան, պարտադրել ու ասել արա մի բան, որը որ քոնը չի։ Այն ծնողները այդպես են թողնում էին, ամեն ժամ ես ինչ արել եմ, ինձ չեն արգել է, բայց այնպես են արել, որ ես անելուց երկար մտածեմ, դա ինչի համար եմ անում։ Այ որ արգել են կարող ավելի սխալ ուղղությամբ գնալ ինձ մոտ։ Նույնն նաև կասեմ իմ եղբորը ինչևէ այդ ընտանեկան մթնոլորտը, ճիշտ դաստիարակումը, ճիշտ մոտեցումը ամեն մի ճյուղին, թե արվեստին, թե մշակույթին, թե ստեղծագործությանը եւ ընդհանրապես երեխաների դաստիարակությանը դա ինձ օգնեց, իմ ծնողների ճիշտ մոտեցում օգնեց, որ այսօր ես պահպանելով իմ ծնողների տեսակը, ես կողքից ստեղծում եմ իմը։ Գիտեք, ինչ եմ ամենակարևորը ուզում վերզրույցի սկզբում նշել, որ նախ ձեր լուքը լա ժամանակակից ուզում ուղղակի ապշեցնող է։ Այդքան հայկական տարերով հարուստ, բայց միևնույն ժամանակ մեր ժամանակներում օրգանական նայվող հանդերձանք, սաներվածք, մազերի գունավորում, զարդեր եւ այդ ամենը այդ ճաշակը, որը որ համադրել եք եւ այլն, դա շատ տպավորիչ է իմ այսպես լուրջ ապահարություններ է իմ հնչեցին, այսպես ասեմ, բայց ասեք, գիտեք, հասկանալի է գութանային փոխարինեց տրակտորը, գրդաբիլին փոխարինեց, չգիտեմ, այսպես սղոցը էլեկտրական, դե էլի ինչ որ բաներ, այսինքն ժամանակը գնում է առաջ, բավարարում է պահանջները ներկայիս եւ այլն, բայց կան բաներ, որոնք որ այնուամենայնիվ մենք պահպանելով եւ հենց այդգայն ազգային հիմնական գիծն ենք պահպանում, որը որ շատ կարևոր է եւ ես շատ կուզենայի, որ օրինակ միջազգային ասպարեզներում հենց այսպիսի հանդերձանքով ներկայանային մեր հայ աղջիկներ եւ կանայք, որպես հայ կնոջ վառ օրինակ, որովհետեւ գեղեցիկ է, սիրուն է, ճաշակով է, տարբերվող է, ինչ որ բան մեր մշակույթից է ցույց տալիս։ Իր հարցս հետեւյալն է. միգուցե դուք ավելի շատ երևի ձեր ծնողները որտեղից են այդ ինֆորմացիան հանել, որ սա է, սա այսպես է, այս զարդը սա է նշանակում այդ ինֆորմացիան, որովհետեւ գիտեք այդ ազգագրական այդ էթնոգրաֆիկ հետազոտությունները իհարկե բազմիցս արվել են, դեռ խորհրդային տարիներին նույնիսկ այդպիսի ժամանակ Վիկիպեդիա չկար, ինտերնետ չկար։ Այսինքն մարդիկ բառացիորեն արշավներ էին անում։ Ստեղծագործել չկար, Վիկիպեդիա չկար, ինտերնետ, գրքերից։ Ամենակարևոր աղբյուրը գրքերն էին։ Մարդիկ, որոնք ստեղծում էին այդ ինֆորմացիան հանձնում էին գրքերին, իհարկե։ Ու մայրս հյուսությունը այդ խնդիրը դա է, որ դու կարող ես գիրքը ամբողջական կարդալ, ոչինչ չվերցնել այդ գրքից, բայց գրքերը գրվել են հենց վերցնելու համար։ Այսօր Վիկիպեդիան արվում է, որ մարդիկ ինֆորմացիա վերցնեն։ Ժամանակակից տեխնոլոգիաները արվում են մարդու համար, որ դու իրենից ճիշտ օգտվես։ Խնդիրը այստեղ ճիշտ օգտվելն էր, որը կարողացավ դա ժամանակին անել։ Մայրս, հայրս կարողացան իրենք տեսնելով Ռոդենի քանդակները, այսինքն հայրս դե քանդակագործ, Ռոդեն եւ տարբեր քանդակագործներ ժամանակի, մենք երկար ժամանակ սովորում էինք օրինակ կլասիցիզմը մեզ տալիս էր ձեռքի վարժություն, բայց մի հատ կարևոր բան կար այդ ուսման մեջ, որ դու դա սովորելով պետքա ավելացնես քոնը։ Այդ ծնողներս կոնկրետ այ հագուստից որ խոսեցինք, մայրս բոլորը իրան ասում էին տարազով կին, բայց ինքը իրականում ամբողջական տարազ երբեք չի կրել, բայց այնքան դժվար իրան բացատրել է, ժողովուրդ, սա տարազ չի։ Սա է ստեղծագործական հագուստն է, որտեղ ինքը նկարիչ էր, նույնիսկ շատ անգամ նեղվում էր, որ այնքան շատ էին ասում ազգագրագետ, ասում էր, բայց ես ազգագրագետ չեմ, ես չեմ սովորել, ես այդ չէր ուզում վերցնել իր վրա
այդ պարտականությունը, որտեղ ինքը ազգագրությունը ուրիշ այլ անկյունից նայեց։ Ստեղծագործական մոտեցում տվեց հագուստների։ Այ օրինակ հիմա իմ հագուստը, որ այդպես գրավում է մարդուն, դա ես միշտ ասում, նույնն է զարդերը, ես միշտ դա համեմատում եմ արյան կանչի հետ, որովհետև ես իմ ժամանակակից հագուստի մեջ մի կտոր եմ վերցրել այդ հին ժամանակներից։ Դա գծավոր կտորն է։ Գծիկավոր, օքեյ։ Հա, գծավոր կտոր եւ լայն շալվարը, որ մենք երբեք չենք տեսել։ Բնականաբար փոխաններ հագել են։ Հետաքրքիր է, երբ որ դու խոր ուսումնասիրում ես մի ասեմ, թե ես օրինակ ես ինչպես վերցրեցի, երևի դա ավելի շատ կպատկերացնեք։ Նայեք, գուլբաները ստեղծվեցին 20-րդ դարի սկզբին, 10-րդ դարի վեր, բայց մինչև այդ կանայք ինչ էին հագնում, շալվարներ չկային, բնականաբար մենք հիշում ենք տաբատներ չկային, լայն փեշեր էին հագնում կանայք, դա ժամանակի նորաձևություններ։ Իսկ ինչ էին հագնում տակից, որ չմրսեին։ Փոխաններ, որոնք որ հենց այն շալվարներն են։ Տարազը ինքնին բաղկացած է եղել, իդեպ տարազը այնքան վատ է, որ Հայաստանում այսպես մի հատ մի ժամանակ այդպես գլխարկ ու գոգնոցով ավարտվեց, բայց չէ, տարազի հագուստը, տարազային հագուստը մի ամբողջ գաղափարախոսություն է։ Ինքը լիքը մտածողություն կա այդ հագուստի վրա։ Կանայք օրերով ստեղծել են իրանց հագուստը, իրենց զարդարանքով, ասեղնագործությամբ, եւ հագուստը տարազը եղել է բազմաշերտ։ Ներքնազգեստ, զգեստ, վերնազգեստ եւ արտաքին հարդարանք։ Գլխազարդ, զարդեր պարտադիր, առանց զարդերի տարազը ոչինչ չէ։ Հազոր գոտի, չէ, այդպես։ Քունքազարդեր, որոժիկներ, ճակատներ, խնայով էլ ինչ որ բաներ արել են, գիտեք, զարդեր են արել։ Մենք գիտենք դա եգիպտական է։ Խնայով, հա, չէ, խնան եղել է իդեպ ձեռքերի վրա, հարսանիքից առաջ խնայով դաջվածքներ են արել, զարդարանք է դա եղել։ Ռիտուալ, այսպես ասած, ռիտուալ զարդացես, զարդարանք եւ ընդհանրապես դա բոլոր ազգերի մոտ է եղել եւ ես միշտ որ ասում են sense տարազից խոսք է գնում, ասում ժողովուրդ, ինչի մենք չենք հագնում այսօր տարազ, որտեվ ժամանակները փոխվել են, այն ժամանակ բնականաբար դա եղել է ժամանակի մտածողություն, նորաձևություն, ժամանակի։ Իդեպ մեր հագուստը մի քիչ խորն է ուսումնասիրում 10-րդ դարի շատ նման է անգլիական կտրվածքներին, անգլիական ձևվածքներին, ճապոնական, չինական, էթնիկ ժողովուրդները եւ դա ինչ է եղել ժամանակի մոտեցում։ Այսինքն ժամանակի նորաձևություն։ 20-րդ դարից հետո երկար փեշերը կարճացան, գնալով ավելի կարճացան ու նորմալ է դա պետքա փոխվի, դու չես կարող միշտ նույնը մնալ, բայց շատ կարևոր էր այդ փոխվելու ժամանակ դու մի փոքր էլեմենտ բերես քո մոտ, որ այդ ազգայինը պահպանես։ Մենք շատ ազգեր տեսնում ենք նույն հնդիկ ժողովրդի մոտ, որոնք ինչու՞ չէ չինացիների մոտ, ճապոնացիների մոտ, որոնք կարող են շատ ժամանակակից հագուստ ստեղծել, բայց մեկը ցեզ նայած մի էլեմենտ վերցրած իրանց անցյալից, իրանց դարաշրջանից։ Արդեն իրանք տարբերվում են։ Աննայումից անմիջապես տեսնում ես, որ ինքը այս ազգի ներկայացուցիչ է։ Այ էլեմենտից ներողություն որ խոսեցիք, հիմա օրինակ այցելելով Վերնիսաժ, տեսնում ենք բազմաթիվ այլ բան է, որ մասնագետները նաև արձանագրում են, որ զարդանախշերը երբեմն հայկական չեն, կտորները անգամ չասենք հարևան պետության եւ այլն, բայց բուն հայկական չեն։ Շատերի մոտ տպավորություն է, որ դա ինչ որ էլեմենտներ են տարազային։ Դա դժվար է բացահայտել, չէ՞, Սուսաննա։ Մասնագետներ են, ովքեր որ յուրաքանչյուր նախշ, գույն, համադրություն, այդ ամենը վերլուծում են։ Հիմնական զարդեր բերում են Չինաստանից, Թուրքիայից, որոնք որ բացառապես հայկական բնույթ չունեն։ Գիտեք, ես ինչ եմ ուզում հասկանալ, ամեն դեպքում տեսնում ենք այսօր երիտասարդության շրջանում պայուսակներ, երբեմն գլխարկներ, ինչ որ ատրիբուտներ, որոնք կրում են կամ ունեն ազգային էլեմենտներ։ Կարևոր է արդյոք այսօր նաև ինչ որտեղ գլոբալ հաշվի առնելով մեր ինքնության վտանգված խնդիրները, համարել դա պարզապես նորաձև, թե հասկանալ նաև իմաստը կրելու, այսինքն վտանգ կա պարզապես կրելու եւ չհասկանալու յուրաքանչյուրի խորությունը։ Շատ նուրբ դիտակետ է իդեպ,
զարմանալի է, որ իսկապես կա, որովհետև ես էլի կարող եմ ասել, ես ապրելով երկար ժամանակ այդ 52 տարի ես ապրել եմ այս ամեն ինչի մեջ ու տեսել եմ ինչը ազգայինը դա պարզապես նախշը չի, ինչ որ շապիկի կամ ինչ որ գլխարկի վրա դրված, դա չի ազգայինը դա մտածելակերպ է, էլեմենտը դա ոչ թե մի հատված է հագուստի վրա ինչ որ վայ ատարը իմ այս հագուստի վրա կպցրած է, դա հայկական է, չէ, հայկականը ինչ որ ուզում եմ մտքերս այսպես կարճացնել, բայց չի ստացվում, որ ասենց հստակ մի բան ասել, որովհետև ասեք, ոչինչ, մենք չէ, կարճ ավելի դիպուկ է լինում եւ ավելի մտնում է ոնց որ մարդկանց սիրտը, որ վերջապես ես հասկանամ, որ էլեմենտը դա պայուսակի վրայի դրված թռչնազարդը չի կամ ինչ որ էլեմենտը դա մի նոր ստեղծած ինչ որ մի բան է, որը գալիս է հնից փոփոխվելով, այն փոփոխված, ոչ թե վերցրած ու դրված ինչ որ տեղ, ինքը պետք է միևնույնն է փոփոխության ենթարկվի, բայց պահպանի, այնքան վատ է, որ ես չեմ կարողանում մեր Հայաստանում օրինակ բերել, բայց անկեղծ ասած վերջերս ուսանողների հետ ես ունեցա հանդիպում համագործակցություն իմ զարդերի իրենց հագուստների վրա ու սովորաբար երբ իմ զարդերը խնդրում են որ հագուստների վրա ներկայացնեմ ես միշտ ուզում եմ որ տեսնեմ ինչ հագուստ է որտեվ միևնույնն է ես պահպանում եմ այն ինչ որ մայրս 40-50 տարի ստեղծել է, ես իմ համար մի քիչ վտանգավոր է, որ ամեն ինչին, բայց մեկ-մեկ չես կարողանում մերժես, փորձում ես աջակցես, Որպեսզի ճիշտ համադրվի։ Դա ժամանակի խնդիր է, հուսամ, որ այս երիտասարդները կգա մի ժամանակ է դա կանեն, բայց այդ երիտասարդների հագուստների մեջ ես տեսա մի այո, դա հինը ճիշտ գիտակցված ու մի անգամից հարցեցի ով է ձեր դասախոսը, պարզվեց երիտասարդ դասախոս ունեն, որ իրենց ազատ թողնում է, որ իրանք ազատ ստեղծագործեն, այդ շատ կարևոր է, որ դու չունես կարծրատիպեր, այ հայկական ավանդության մեջ բերանը փակել են, փեշը երկար եղել, կարճ են արել, մեջքը չեն բաց, ամեն ինչ կարող ես այսօր անել, պարզապես դա պետք է այնքան նուրբ անցում անես, այդ նուրբ անցումը պետք է անես, այո, որ չդառնա արևելյան, չդառնա եվրոպական, չդառնա ուրիշ ազգի, մնա քո ազգինը, բայց լրիվ ժամանակակից։ Այնպես է, որ ես էլ եմ ինքս մեծ տարիք եմ, բայց բաց հագնվում եմ, ես չեմ Իմիջիալոց բաց հագնվելու մասին Իհարկե, մինչ 16-րդ դարից սկսված եվրոպական 17-րդ դարում նորաձևության թելադրանքներ կան, դե ես շատ լավ գիտեմ գեղեցկությունը զոհերը պահանջում հատկապես կանանց դեպքում կանայք օգտագործում էին բիբերը լայնացնելու համար օգտագործում են թունավոր բելադոննա, ասենք բույսի հյութը, որը բիբերը լայնացնում էր Ատրոպին այդպիսի դեղ կա, որը ներկայացնում է։ Ինչքան ուսումնասիրել եմ այդ ժամանակներ, ասում ինչ լավ այս ապնում եմ։ Սնդիկ էին օգտագործում մաշկը սպիտակացնելու համար, որը թունավոր էր, այսինքն դա շատ բերում էր շատ լուրջ առողջական խնդիրների թույլ, այսինքն տեսեք ամեն ինչի գնացել են փեշերը, բայց երկար էր։ Հետո մտածում են լավ, ասենք ինչն է եղել պատճառը, որ սկսել են կանել կամաց փեշերը բարձրացնել, այսինքն կոճերն են երևացել, հետո չգիտեմ սրունքները, հետո էլի տենց միջև ծնկները ու հետո էլի է մի հետազոտություն կա, իսկի կա մի վարկած, որ իբր դա կախված է տղամարդկանց շրջանում բարձր մահացության հետ կանանց մոտ սկսվել է լուրջ մրցակցություն տղամարդկանց ուշադրության առումով քիչ է չեմ կարծում 17-րդ դարում կանայք ավելի բան են եղել չէ ես կարծում եմ ընդհանրեն ինքը նորաձևություն էր գլոբալ տաքացում սկսենք այդտեղից մենք հիմա գնալով չենք կարողանում շատ հագուստ հագնել ուզում ես օրինակ ես սիրում եմ բազմաշերտ հագուստը Բայց ես վերջին 10 տրանսպորտ, որովհետև այն ժամանակ կառքերով են գնացել կամ ոտքով են գնացել, մեծ քաղաքներ չեն եղել, բարձր շենքեր չեն եղել։ Մի խոսքով աղտոտված չի եղել, ավելի փոքր են եղել քաղաքները, ինչ այդքան մեծ չեն եղել, թագավորությունն է եղել եւ փոքր ժողովուրդը։ Բնականաբար ամեն ինչ փոխվում է միջավայրի հետ համատեղ ժամանակի միջավայրի համաունջ փոխվում է։ Կոսմետիկայի մասին չկասեք։ Կանայք, հայ կանայք նախկինում
օգտագործել իհարկե հայ կանայք ամեն ինչ արել են, հայ կանայք ծխել են, հայ կանայք շպարվել են, հայ կանայք բաժանվել են կամ չեն ամուսնացել, ամեն ինչ արել են, ինչի ոչ միայն հայ կանայք, տղամարդիկ ապրել են այնպես ինչպես հիմա, ուղղակի դա չի բացահայտվել, որովհետև Տնից դուրս չեն անել այդ խնդիրները, հիմա մեկ տնից դուրս չենք անում, հիմա մեզ ինտերնետն է Չէ, դուրս ենք անում, դատարը կա, ինչ Բամբասանքը հանել է, չէ, բամբասել են, բնականաբար խոսել են, օրինակ, որ եղել են ընտանիքներ, որոնք կենակցել են տղայի հետ, որը միջի ամուսնություն, հղի է մնացել, տղամարդը չի ամուսնացել, մի հատ բան ասեմ, ես ապշել էի, երբ ապրում եմ, ես սովետից բնականաբար եկած, սովետի ժամանակվա սիրուն այդ ընթացքից եկած այդ մարդ եմ, ու սասախս փակ ամեն ինչը չափած ձևած ու մայրս մի հատ արտահայտություն, բայց այնց հետաքրքիր էր, հենց մտնում ենք տուն, մեր մոտան տիրում էր ազատություն, կատարյալ իդեալական հաճելի ազատություն, այլասերվածություն չէ, ազատություն, դրանք տարբեր բաներ են։ Մայրս մի օր այնպիսի ինֆորմացիա ասեց, նայեք, մենք ինչ եղավ անպտղության հետ, եկավ արհեստական բեղմնավորում, որոնք երեխային չէ ունենում, իսկ ինչեր են ժամանակ, երբ շատ կարևոր էր, իդեպ իմ բոլոր զարդերը պտղաբերության մեծամասնությունը պտղաբերության խորհուրդն ունեն, ծաղկունքն ունեն, որտեղ այդ դարաշրջանը մի շատ կարևոր գաղափարախոսություն ուներ, պահպանել ազգը պտուղ տալով, պահպանել հողը, որ սնվում են, որից սնվում են, եւ աչք խափաններ էին հիմնական եւ գեղեցկությունը, կին եւ տղամարդ, գեղեցկությունը պահպանվել է միշտ ավելի շատ, քան հիմա։ Տղամարդը ավելի շատ է զարդարվել ու իր մասին մտածել այն ժամանակ, քան հիմա։ Նայեք տարածքները կխոսին ու դրա, ասենց իրենց գործել են, բուրդը մշակել են, հագել են սասունցիները, որ ամենաբան տառնական տղամարդիկ են եղել կռվող, գործածնագործություն են արել։ Կանայք ամբողջական զարդարված ասեղնագործություն սասունցիները ասեղնագործել են որովհետև իրենք հաստկտորների վրա են կաշիների վրա են ասեղնագործել որ տղամարդու ուժ էր պետք ինը չէր կարող այտենց ուժ ունենալ որ ծակեր իմաստի մասին ենք խոսում շատ ամեն ինչում իմաստ տեսնելու դնելու ներդնելու այս պահին մեր ռադիո ընկերները իհարկե չեն տեսնում բայց մենք փաստում ենք, որ սա այս զրույցը նաև տեսագրվում է եւ նրանք ովքեր կտեսնեն մեր այս զրույցը, նաև ուզում եմ ասել, որ մեր հյուրը 10 մատին, եթե սխալվում եմ, 10-ից 9-ին մատանի է կրում եւ ինչպես մեկը բաց է եւ ինչպես նախազրույցում նշեց յուրաքանչյուրն իր իմաստը ունի աստիկ եթե խնդրենք այդ դուք արդեն ասացիք որ պտղաբերությունն է զարդերի բուն կամ առանցքային իմաստը այնուամենայնիվ կնշեիք որ մատանին ինչ է նշանակում իհարկե սիրով սա լուսիններն են իդեպ ում թե նման է բայց չափերով տարբեր են Հա, չափերը դա ստեղծագործություն է։ Իդեպ ստեղծագործությունը ամեն տեղ է եղել, թե սեղաններ զարդարելու մեջ, հագուստներ ստեղծելու, զարդեր ստեղծելու, դա բնական ամենի ինչը ինչքան խորհուրդ ուներ, այնքան ուներ մոտեցում ստեղծագործություն, հորինել, փոփոխել։ Լուսիները մեր հին Հայաստանում պտղաբերության խորհրդանիշն ունեն։ Իդեպ լուսինները բոլոր ազգերի մեջ կան, մեզ մոտ ինչ եմ ես նշում բոլոր ազգերի, որ մենակ չմտածենք, որ մենք հայերս մենակ ունեցել ենք, մենք ենք ունեցել լուսին, կամ մեր հարևան ազգն է ունեցել լուսին։ Լուսինը եղել ամբողջ աշխարհին։ Եվ յուրաքանչյուրը մոտեցում է, իր մոտեցումն է տվել յուրաքանչյուր ազգ լուսնի խորհրդին։ Լուսինը պտղաբերության խորհրդանիշն ունի եւ լուսնի վերևում այս դիլերը, դրանք սերմնաժայթքումն են եւ մարդկության եւ բնության Այ երբևիցե մենք փորձել ենք չէ աճեցնենք ինչ որ մի բան, երբ որ մենք սերմը դնում ենք հողի մեջ, քանի հատ է դուրս գալիս, կբես 2 ու մեջտեղից երրորդը, այ դա կյանքի սկիզբն է։ Դա բնության կյանքի սկիզբն է։ Այդ 3 թերթիկները հենց այդ խորհուրդն ունեն, կյանքի սկիզբն են իրենք, պտղաբերության եւ այլ։ Այս բթամատի մատանին իդեպ բթամատին շատ են կանայք մատանի դրել, որովհետև բութը համարվել է տգեղ մատ
ու միշտ իրենք ուզեցել են մատանիով ծածկել։ Հիմա ավելի քիչ է հանդիպում, թեև կրողներ կան, ամենակարևոր մատն է, առանց մենք չենք լինի մատ։ Չէ, բայց մենք իսկապես ձեռքերը շատ են զարդարել, ձեռքերը թևնոցներ, ես էլ ձեռքի չեմ դրել, թևնոցներ են դրել մոտ մի քանի շարք թևնոցներ, զարդարանքը, քունքազարդեր եւ այլն, շատ մոտ կարելի ասել 2, բայց ամեն օր չի դեղը, դա տոնական օրերին, այնպես չէ, որ կինը արթնանում էր, այդպես հագնում նստում էր։ Չէ, հայկինը լավ աշխատել է, կթել է, կով է կթել, տունը ջուր է բերել եւ այլ, բնականաբար լվացք արել։ Ինքը այդ զգեստներ, որ ասի 3 շերտից։ Ինքը ներքնազգեստ զգեստով ինքը կենցաղում, առօրյայում շարժվում էր, աշխատում էր, բայց երբ ինքը տնից դուրս էր գալի, տանից դուրս գալիս պարտադիր պիտի այդ վերնազգեստը եւ այդ ծածկված հանդերձանքը պետքա փոխվեր, որտեւ արդեն իրան դրսում պետքա տեսնեն։ Դրաբերության մասին խոսեք, պորտակարի մասին մի պահ խոսեցի, եթե հիմա մեզ լսող ունկնդիրները ուղղակի Google-են, այսինքն հեռախոսի մեջ հավաքեն պորտակար, առաջինից լուսանկարը շատ տպավորիչ է, 19-րդ դարում է արվել, սա ծես է, երբ որ կանայք փեշը բարձրացնում էին, բաց որովայնի հատվածով հպվում էին այսպես սուր քարի, չէ, դե սա խնդրեմ, ուշադրություն դարձրեք, այս պորտակարերներ այդպես կարող լինի, եթե ասում ես ասեցի կիսատ մնաց, մայրս ասեցի մամա, բան ժամանակ որ երեխա չեն ունեցել, մաման ասեց մի հատ ինֆորմացիա եմ կարդացել, որ ընտանիքը որ անպտղությամբ էր Արաբում ու պետք է ինքը զավակ ունենար, որտեղ շատ կարևոր էր ազգությունը պահելը, ազգանունը շարունակական թույլ էր տալիս, որ հարևանի ամուսնու հետ իր կինը կենակցի, ես ինձ մամային լսում եմ, ասում մամա այդ Հայաստանում, ասում հա Հայաստանում, չկախված է, ես տենց կարծիք չունեմ ինձ տենց, ու տեսեք ես այդ ժամանակ 14-15 տարեկան երեխա է, մայրս այդ ինֆորմացիան ասեց, դա ինձ չխեղաթյուրեց, բնականաբար, բայց ես հասկացա մի բան, որ երբ որ իդեպ ձեր կարգախոսն է, նենց հաճելի էր, հենց մտա մի անգամից, ես չգիտեի, Սպուտնիկ Արմենիա առաջին անգամ եմ ջուր, շնորհակալություն ուշադրության համար, իդեպ հյուրընկալելու համար, խոսել մի բանից, որ մինչև հիմա չենք խոսել։ Ես միշտ ասել եմ, մաքրել ենք, տաղավարում էլ կային ուղղակի, որպեսզի մեզ չբլոկավորեն։ Դրա վրա կա։ Այո, պետք է խոսենք։ Ինչի համար լռել, եթե դա եղել է, գիտեք ինչից են վախենում են խոսեն, մտածելով դա կարող խեղաթյուրի կամ դասիրակության գիծը փոխի, չէ, ինֆորմացիան, ես շատ ազատ ինֆորմացիայով եմ մեծացել, ես չեմ խեղաթյուրվել, գուցե շատերը նման կարծիք ունեն իմ մասին, բայց ես չեմ խեղաթյուրվել, ես ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին, 2 եզավակներ եմ մեծացնում, եղբայր, հարց, մեր ընտանիքում մեծացել ենք մենք համերաշխությամբ, ազատ մտածելակերպով եւ շատ կարեւոր ինֆորմացիան ճիշտ ենք մարսել։ Այդ դա էր կարևորը։ Այսինքն ես դրա մեջ անբարոյություն չտեսա, ես դրա մեջ տեսա մի կարևոր խորհուրդ։ Իդեպ եգիպտացիներն էլ ունեն, երբ որ ես գնացի Եգիպտոս, այնտեղ կարդացի, իրանք ունեն հենց այդ մուն Աստվածը, որը որ հետո է դարել ինքը Աստված։ Հետո կարդան մուն Աստվածի մասին, Google-ով որ ասեցիք, ինքը հետո դարավ Աստված, որտեղ ինքը մեր շատ կարևոր բան արեց, պատերազմ գնացած կանանց հետ կենակցեց եւ իրանք հղիացան, պտուղ տվեցին, բայց իրան համարեցին, ուզեցան սպանեն, բայց տեսային, եթե հետո տեսան, որ ինքը շատ կարևոր բան է արել։ Ինքը պահպանել այդ զավակները որ ծնվել, այսինքն բոլորը մահացան, բայց ազգը պահպանվեց ծնված զավակները։ Ռեպրոդուկտիվ թեմաներ ենք շատ հիմնականում զրուցում թեմաների շուրջ։ Գիտեք, մի պահ ասացիք ազատության եւ այլասերվածության տարբերությունը։ Իսկ ասեի ներողություն ամենաթողության, հա, երևի թե դրանով փոխարինենք։ Դրա մասին շատ լավ արտահայտվել է ես։ Ազատությունը ես նկատի ազատությունը ինձ համար գիտեք ինչ է, ազատությունը ինֆորմացիայի ազատ ոչ միայն ինֆորմացիա, ընդհանրապես ազատ արտահայտման, խոսքի, զրույցի, հայոյանքի չէ։ Այսինքն եթե դու ինչ որ մի բան չգիտես, նորմալ է որ ասես ես չգիտեմ։ Իմ համար դա է ազատությունը։ Ես ուղղակի մի մեջբերում անեմ հայտնի մի հարցազրույցից հատված Ամստերդամի քաղաքապետին հարցնում է BBC լրագրողը
Ինչպես ստացվեց, դե բոլորս է գիտենք Ամստերդամը առաջի բանը, եթե դուք ճարտարապետության սիրար չեք կամ այսպես, չգիտեմ, եվրոպական մշակույթի մեծ երկրպագու չեք, ապա Ամստերդամը շատերի համար դա ամենաթողության տեղը, չէ՞, այնտեղ լեգալիզացված է, օրինականացված է տարբեր թմրանյութերը, չգիտեմ, այնտեղ կարմիր լապտերների փողոց կա եւ այլն։ Հիմա տեսեք, դա քաղաքային իշխանությունները քայլարել են, որպեսզի բյուջեն քաղաքի լցնեն եւ երբ որ այդ գործողությունները արվեց բնական է կային բողոքողներ էլ հիմա նույն Ամստերդամի բնակիչները այսպես տանել չեն կարող զբոսաշրջիկներին ու ամբողջ աշխարհից գալիս են այդտեղ այսպես իրենց ազատ են զգում ինչ ուզում անում են բայց դա հավատացեք երբ որ զանգվածային են նյարդայնացնում է շատ բնակիչներին մի խոսքով այդ իրադարձությունների լույսի ներքո արտազրույց են վերցում քաղաքապետից ով որ այդ որոշմանն է գնացել ու ի վերջո կա տարբեր հարցեր է սոցիալական լուծե շնորհիվ այդ լրացուցիչ եկամուտի ասում են ինչպես ստացվեց որ միջնադարյան մշակույթի օրաններից մեկը Ամստերդամ քաղաքը որ պատմականորեն այսպես մշակութային կենտրոն է եղել դարձավ այդ ամենաթողության այդ այլասերվածության կենտրոն ասում են գիտեք Ամստերդամը առաջին հերթին ազատ մարդկանց քաղաք է ուղղակի ազատ ընտրության պայմաններում մարդը սովորաբար մեղքն է ընտրում Այսինքն մենք պետք է շատ լավ հասկանանք այդ միտքը, երբ որ մարդուն ազատ ես թողնում, չգիտես ինչու առաջինը ազատություն ազատ թողնելի նշանակում։ Հա ազատ թողնելը մի քիչ ուրիշ օրինակ ես օրինակ համամիտ եմ, որովհետև ինքը այսօր Եվրոպան ինքնին իր այդ տեսակով գնում է դեպի բնականաբար անդունդը, որովհետև օրինակ ես Հայաստանը շատ եմ սիրում հենց դրանով, ես Եվրոպա ինչքան ճամփորդում եմ Ես գալիս եմ հասկանում որ Հայաստանում այո կան նորմեր, որոնք պահպանվել են ու շատ կարևոր է դա։ Մենք պետք է զգուշնենք սա չփչացնենք, սա հենց այդպես պահպանենք։ Ուղղակի ազատությունը օրինակ բերեմ, մինչև այսօր փողոցում ցանկացած ազգի ծխող կինը միանշանակ չի ընկալվում Հայաստանում։ Չէ, բայց հայկայնակել են ազատ փողոցում քայլելիս։ Հա, փողոցում քայլելիս օրինակ ինքսական սովորել։ Կարծում եմ մի հատ բան ասեմ, դա կապ չունի ինձ հետ համարտ։ Ես փողոցում քայլելիս չեմ սիրում այդ ծխելը, նորմալ չի։ Կան անկյուններ, կարող ես կանգնել ծխել։ Այդ մի քիչ սովորական են կանանց։ Դա արդեն ես կարծում եմ քաղաքակրթության խնդիր է։ Օրինակ ես ինքս իմ երկրի քաղաքակրթության մեջ ավելի լավ է լիներ սիրուն անկյուններ ծխելու Քան օրինակ քայլելով ծխելու։ Ծխելու անկյունները երբեք սիրուն չէ լինում, մի անգամից ասեմ։ Ինչի ավելի լավ է սիրուն կանգնել։ Իդեպ ծխելու ժամանակ դու շփվում ես նոր մարդիկ ես հայտնաբերում, ավելի քան այդ քայլելով ծխելով հետևում։ Սիրուն նման խցիկներ կան, ես մի քանի օտանավական։ Հա, բայց հիմա եկեք մի քիչ խոսենք թանգարանի մասին, եթե դեմ չեք։ Ասում ջան, ինչ պարբերականությամբ եք թարմացնում հա ցուցադրված նմուշները եւ ընդհանրապես ինչ տրամաբանություն կա հա այդ ցուցադրությունը համալրելու գործում եւ զարդերին անդրադառնանքներ նոր առաջարկներ անելու այցելուներին եւ այլն ինչպես է կառավարում ինչ ալգորիթմ կա նախ ես ասեմ այդ շատ կարեւոր է դա թիմից է կախված ես շատ լավ թիմ ունեմ թանգարանում շատ շնորհակալ եմ իրանցից Բայց հյուրերը միշտ ասում են քո մորաքույրներն են, այստեղ աշխատում, սա քո եղբայրն է, սա քո տղան է, այդ շատ կարևոր է, այսինքն մենք իրեն անվանել ենք ընտանիք, Ագուլեցի ընտանիք։ Այդպես մի նույնիսկ չաթ ունենք, այսպես խումբ ունենք զրույցի, Ագուլեցի ընտանիք։ Պարբերաբար թանգարանում ունենք արտսրճարան, պարբերաբար արտսրճարանի սնունդներն են փոփոխվում, նորանում Ինչու՞ չէ թանգարանին նոր իրեր ենք ձեռք բերում իհարկե չենք փոփոխում այդ հարցը դրանք գտածոներ այո իրեր օրինակ մի հեռախոսներ 30-ականների 40-ականների եղբայրս է կնոջ հետ հարցիկիս հետ ճամփորդում այնտեղից բերում ինչ որ մի իր ես եմ ճամփորդում անպայման այդ մենք մտնում ենք այդ շուկաները գտնում ենք իրեր ժամանակը պատմող ներկայացնող ու ոչ միայն հայկական որովհետև մամայի համար այդպես մշակույթը սահմաններ չուներ, եթե նկատել եք թանգարանում միայն հայկական իրեր չէ։ Ինքը այսպես էր կարծում, որ եթե այդ իրը գտնվում է տվյալ պայն Հայաստանում, դա Հայաստանի հարստությունն է համարվում, պետք է պահպանել։ Այո, բայց էքսպոզիցիա չի թարմացվում, որովհետև գիտեք ինչի է,
Որտեւ դրանք իմ ծնողների արված էքսպոզիցիան են, մենք չենք փոփոխել։ Ինչպես որ թողել են, հա, ինչպես եղել է, այդպես թողել ենք, ինչպես ապրել ենք, հա։ Իհարկե մի քանի հատված մենք փոփոխեցինք, որպեսզի սրճարանը ավելի լայնացնենք, սրճարանը մի քիչ առանձնացնենք թանգարանից, մի փոքր, միայն զարդերը, որ զարդերի սենյակ լինի, ավելի պատմելը հեշտ լինի, ինչու՞ չէ նաև մեր գիդերին, որ իրենք հեշտ պատմեն, այսպես տարածված չլինի, բայց ընդհանուր առմամբ ցուցասրահը մայրիկի նկարների, քանդակների, հայրիկիս քանդակների մենք թողել ենք այդպես ինչպես իրենք արել են։ Թանգարանի դեպքում դա ճիշտ է։ Շատ հուզիչ է նաև Հովհաննես Շարամբեյանի համար ժողովրդական արվեստների թանգարանի, որ դարձյալ անդրադառնում է մեր այսպես հին մշակույթին, ժողովրդական արվեստին եւ այլն, այնտեղ ժամանակ նոր ցուցադրություններ են լինում։ Հետո մեզ մոտ սխալ է ասել հին հայկական թանգարան, ոչ էլ հին հայ պատմության թանգարան, պարզապես հավաքածու մի ընտանիքի հավաքածու, որտեղ կան տարբեր ազգերի նմուշներ եւ պատմություններ։ Շատ հուզիչ է Լուսիկ Ագուլեցու օրորոցը։ Հա, օրորոցը իսկապես պատմություններ, երբ մենք դեռ ժամանակներին գնում էինք մինչև 86 թվական, կարողանում ենք գնալ Նախիջևան, մայրս այնտեղ ամեն տարի նկարում էր։ Ես հայրիկս, մայրիկս այդ իմ ամենասիրած ճամփորդություններ ու այնպիսի հիշողություններ ունեմ, ես հիմա սկսել եմ գիրք գրել իմ հիշողությունների մասին, որտեվ այնքան ծավալուն է։ Եվ հրապարակեք, մենք շատ քիչ ժամանակ ունենք, կարևոր ինֆորմացիա է խնդրում եմ, դեռ չեք ուզում ժամանակ։ Ես այդ մոտ այսպես էմոցիոնալ պահա գրում եմ, հա։ Մուսայի հետ է, եւ հա, sense մոտ sense արթնանում է, այդպես չեմ որ պետք անպայման հրատարակել։ Լավագույն աշխատանքները գրական իմիջիալուս Մուսայով շնչված են։ Կարող թողնեմ, հետո նորից ներշնչվեմ ինչ որ բանով, նորից արթնանամ, մոտս նորից գրեմ։ Ու այդպես օրորոց եւ մայրս հավաքում էր Նախիջևանից իրեր, որոնք հայերը ապրել են այդ տանը եւ թողել են, իրենց պետք չէ, բայց պահպանել են։ Ասում էր մեկը ձեզ պետք չէ, շատ անգամ նոր իրերով էր փոխանակում, դեստեղից տանում էր փոխանակում բերում էր ու հերթական մի ադրբեջանցի կին գալիս ասում է, որ այս օրորոցում դու ես մեծացել, քո հայրն է մեծացել, պապիկս։ Ուղղակի քո տատիկը հայկանոշը իդեպ Այլիսլին գիրք է գրել, Աքրամ Այլիսլին, ադրբեջանցի մի գրող, քարե երազներ գրքում հիշատակում է հենց հայկանոշին, իմ մամայից մայրիկիս տատիկին, որ Ագուլիսից էր, իր հորը Ժորային, որ Ագուլիսից էր եւ մայրիկիս 15 տարեկանում։ Այդտեղ որ սկսում են թարգմանել, մայրս նույնիսկ չի իմանում, զանգում հարցեր են տալի, պատկերացում չի ունենում, որ այդ Այլիսնին հիշողություններ հայերի մասին։ Իդեպ այդ գրքի համար իրեն նույնիսկ արգելել են երկիրը լքել, հրապարակավ գրքերը այրել են։ Որտեղ այդտեղ հայերի մասին լավ բաներ ա գրում։ Դուրս է բրծել այդ։ Ու հենց այդտեղ է, հենց տատիկիս մասին ինքը սիրուն բաներ ա գրում, շատ որ ինքը ինչպես ադրբեջանցիներին լավ վերաբերվել, բժշկել։ Ու այդ տատիկը, որ իրենք դուրս են գալի Ագուլիսից, օրորոց իրենց արդեն պետք չի լինում եւ տալիս է մի աղքատ ադրբեջանցի ընտանիքի, ասում է նորածին երեխա ունեն, երեխա այդ մեծացրում, ես արդեն պետք է օրորոցը։ Ու տարիներ հետո ինքը վերադարձնում է մամային։ Մաման իհարկե չի հավատում, մտածում է երևի այդպես տալիս է, որ ես իրան գումար տամ, ինչ որ մի բան, ինչևէ դե բնականաբար ուրախանում վերցնում է, դա իր կարևոր չէր։ Ինչի համար է դա տրվում։ Բայց երբ բերում է Հայաստան, տատիկս հենց տեսնում է, աչքերը լցնում է, ասում է, նույնիսկ անունն էլ ասում, չէ, Նանայի Զադա, ինչ որ ասում է, այս ընտանիքն է տվեք ես, ես հիշում եմ, որ տղայիս օրորոցը, որում դու ես մեծացել, իհարկե հետո արդեն իմ ու եղբորս երեխաները մեծացան այդ այցը։ Շնորհակալություն, որ եկաք մենք, ափսոս, օրինակ այս վերջավորությունից կարող եք նոր զրույց սկսել։ Անվերջ այ զրույց, Եկեք որոշ ժամանակով բաժանվենք, հետո մեկ ուրիշ անգամ անպայման նորից կհանդիպենք, հիմնվենք, մյուս զրույցը եկեք սկսենք հենց այս հոյակապ հիշողություններից։ Դրանից հետո կամաց դուրս կգան էլի հիշողություններ, մի խոսքով ձեր կներեք, որ ձեր գրքից որոշ մտքեր գողանանք բերենք մեր եթեր զրույց, հա, եթե դեմ չէ։ Դուք յուրաքանչյուր հարց հենց պատրաստեք, ես պատրաստ եմ դրա մասին զրուցել։ Աստղիկ Սամվելյանն էր մեր հյուրը։ Այո, շնորհակալություն, որ եկաք։
ինչ որ հանդիպում, շատ հաճելի էր ձեզ հետ անցկացնել այս 40 եւ ավելի րոպեները։ Նմանապես փոխադարձ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Շնորհակալություն, ինչ որ հանդիպում։